Եկեք պատրաստենք բազուկով և գազարով աղցան կորեական ձևով։ Այս տարբերակով անչափ համեղ է ստացվում, տարբերվող և շատ հարմար է տարբեր ուտեստների հետ մատուցելու համար։ Մեզ պետք է 2 միջին չափի գազար, անցկացնում ենք կորեական աղցանի համար նախատեսված քերիչով։ Հնարավորինս այսպես երկար պետք է անենք, որպեսզի ավելի գեղեցիկ ստացվի։ Մեզ պետք է 1-ից 2 միջին չափի բազուկ։ Բազուկները չենք խաշում, պատրաստում ենք հենց թարմ վիճակում, անցկացնում ենք քերիչով։ Այս աղցանի առավելություններից մեկը այն է, որ պատրաստում ենք թարմ վիճակում առանց խաշելու, այնպես պահպանվում են բոլոր վիտամիններն ու առողջարար հատկությունները։ Վրան աղ ենք ցանում մի փոքր, այսպես ձեռքերով խառնում ենք և դնում մի կողմ, այդ ընթացքում պատրաստում ենք մնացած բաղադրիչները։ Շատ չենք տրորում, մի թեթև ուղղակի խառնում ենք։ Մեզ հարկավոր է նաև 1 հատ սոխ, որը կտրատում ենք կիսալուսնաձև։ Տապակում ենք առատ բուսայուղի մեջ, մի փոքր ոսկի գույն դառնալուց հետո վերցնում ենք կրակի վրայից։ Եթե աղցանը հյութ է դուրս արձակել, թափում ենք, հետո նոր համեմում ենք։ Համեմում ենք սև և կարմիր պղպեղներով և համեմի սերմով։ Եթե ունեք կորեական աղցանի համար նախատեսված համեմունքներ, կարող եք ավելացնել։ Ավելացնում ենք նաև 1-ից 2 ատամիկ ճզմած սխտորը։ Կանաչիներից ես վերցրել եմ սալմիթը, կարող եք նաև համեմով կամ մաղադանոսով պատրաստել, արեք այնպես, ինչպես հարմար է ձեզ։ Համեմունքների վրա լցնում ենք տաք սոխեռածը, այդպես համեմունքի բույրն ավելի է բացվում։ Ավելացնում ենք նաև 1 ճաշիկ թալքացախ և բոլորը միասին լավ խառնում ենք։ Թողնում ենք 1-ից 2 ժամ կամ ողջ գիշեր համերը միախառնվեն, այդպես շատ համեղ է ստացվում։ Արդեն իսկ մեր համեղ աղցանը պատրաստ է, տեղափոխում ենք մատուցվող ափսեի մեջ և մատուցում։ Տեսեք, թե ինչքան լավ է ստացվել, գեղեցիկ, համեղ և տարբերվող։ Անգամ բազուկ չսիրողները հաստատ այս աղցանը կհավանեն և կգնահատեն, քանի որ բազուկի համը այդքան արտահայտված չէ։ Ձևավորում ենք քունջութով և մատուցում։ Այս աղցանն այնքան համեղ է ստացվում, որ կարելի է անընդմեջ պատրաստել և վայելել։ Դե ինչ, այսօր էլ այսպիսի տարբերվող աղցանի բաղադրատոմս էի պատրաստել ձեզ համար։ Դուք էլ պատրաստեք և կիսվեք ձեր կարծիքով մեկնաբանության բաժնում։